Բարի երեկո, օրվա կարևոր լուրերը Նյութեյ լրատվականի տաղավարից։ Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը չեն ընդունել Բաքվում առաջադրված մեղադրանքները։ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել են առաջադրված մեղադրանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք հանդես են եկել եզրափակիչ խոսքով։ Բաբայանը նախորդ նիստին էր սկսել խոսքը։ Լևոն Մնացականյանը անդրադառնալով մեղադրանքներին ասել է. Արցախում կռվել են ոչ թե վարձկաններ, այլ կամավորներ։ Նա նշել է նաև, որ չի մասնակցել որևէ ռազմական գործողության, ինչպես 2020, այնպես էլ 2023 թվականներին։ Ռամիլ Սաֆարովին նոր կոչում Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը Ադրբեջանի նախագահին, ինչպիսին պետք է լինեն իրական խաղաղությունն ու երկրի իրական ղեկավարը, հայտարարել է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Վերջերս Ադրբեջանը գնդապետի զինվորական կոչում շնորհեց վախկոտ ու դաժան մարդասպանին Ռամիլ Սաֆարովին։ Նրա համար, որ կացնահարել է Գուրգեն Մարգարյանը, հայ սպայի։ 10 օր շարունակ Հայաստանի կառավարությունից ոչ մի խոսք, ոչ մի արձագանք, ոչ մի բողոք։ Սա վիրավորանք է մեր պետության ու հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը? Выражаю признательность президенту Азербайджанской республики. Գնում է Ռուսաստանի Դաշնություն եւ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գովեստի ու շնորհակալության խոսքեր է ծոնում։ Նրա համար, որ տվել է 2 կանիստր բենզին ու կասկածելի որակի մի քանի պարկ ցորեն։ Ես հարց ունեմ ձեզ, Նիկոլ Փաշինյան, ինչու եք դուք այդքան արհամարում մեր նահատակներին ու նրանց ընտանիքներին, որ անգամ չեք համարձակվում նրանց անունից հարցեր բարձրացնել, կամ պաշտպանել նրանց իրավունքները։ Սա է այն խաղաղությունը, որի մասին այդքան հայտարարում եք, թե բերել եք մեր ժողովրդին։ Իսկ ինչ պետք է անի իրական ղեկավարը։ Իրական ղեկավարը պետք է այնպես անի, որ իր երկրի քաղաքացուն որևէ մեկը չհամարձակվի վնաս տալ։ Իսկ վնաս տալու դեպքում էլ հստակ իմանա, որ աշխարհի որ ծայրում էլ գտնվի, նրա հետևից գալու է արդարադատությունն ու պատիժը։ Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը Shisha World ՍՊ-ն է։ Այս մասին Newsam-ի գրավոր հարցման մի պատասխան հայտնեցին պետական եկամուտների կոմիտեից։ Shisha World ՍՊ-ն ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ադրբեջանական բենզին ներկրող ընկերությունը Megatrade-ն է, որը ԱԺՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ կոնցեռնի կազմում է։ Ձերբակալվել է պետնախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Այսօր առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է պետնախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին։ Կոմիտեից հաստատեցին տեղեկությունը։ Պետ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական բարույթի շրջանակում պաշտոնական լիազորությունների չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է պետ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Այսքանն էին այսօրվա լուրերը։